100%-անոց շրջափակված եւ պատժամիջոցների ներքո գտնվող երկիրը, որտեղ արգելված էր, երբ ԱՄՆ-ն էր փաստացի կառավարում Իրան երկիրը եւ Իրան լինելով աշխարհում ամենանավթառատ պաշարներով առաջին եռյակում է, արգելված էր անգամ նավթի վերամշակման համար բենզին ստանալու գործարաններ ունենալ։ Այսինքն նավթը կոպեկներով արևմուտքը տանում էր, վերամշակում էր, եթե Իրանին պետք էր ինքն էր վաճառում, բնականաբար շատ ավելի թանկ գնով։ Հեղափոխությունից հետո Իրանը դարձավ պատժամիջոցների ներքո, կարողացան այն համակարգերը, որը որ այաթոլաները դրել էին, հետաքրքիր այսպիսի մի վիճակ ստեղծել, որտեղ բենզինի գործարան, բենզին արտադրող վերամշակման գործարան չունեցող երկիրը այսօր աշխարհում եզակի պետություններից մեկն է, որը ինքնաբավ է բոլոր առումներով։